Առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակում Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության գրասենյակում մեկնարկել է տարբեր ոլորտների հեղինակավոր փորձագետների հետ հանդիպումների շարքը։ Առաջին հյուրը արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանն է։ Այս հարթակը շատ օգտակար է, կարևոր է եւ ինձ համար անձամբ ճիշտ ասած երիտասարդների հետ շփումը ոչ միայն հաճելի, այլ նաեւ ես եմ շատ բան ձեզ այն սովորում, այնպես որ այսօր ես կարծում եմ մենք ազատ մտքերի փոխանակում կունենանք։ Քննարկում են դիվանագետի վերջին երկու հոդվածները՝ պատմական Հայաստանից դեպի անհետացող Հայաստան եւ դեպի այլընտրանքային արտաքին քաղաքականություն։ 2020 թվականի պատերազմից ու 23-ից հետո մեր կյանքը գլխիվայր շուռ եկավ։ Իրականությունը բաժանվեց երկու մասի՝ մինչեւ պատերազմն ու դրանից հետո։ Շատ նման է այն ժամանակաշրջանին 100 տարի առաջ, երբ որ մեր նախնիները ենթարկվեցին ցեղասպանության։ Իրանց համար էլ իրականությունը բաժանվեց միջև Մեծ Եղեռն եւ Եղեռնից հետո։ Գիտեք, մենք առաջին եւ վերջին ազգը չենք, որ ենթարկվել ենք պարտության։ Փորձը ցույց է տալիս, որ պարտություն կրած երկրներն ավելի շատ դասեր են քաղել պատմությունից, քան հաղթողները։ Այվազյանը մեր ժողովրդի ոչ վաղ անցյալից է օրինակ բերում։ 1994-ին պատերազմի մի փուլում հաղթանակ արձանագրելով մենք հանգստացանք, իսկ Ադրբեջանը մոտ 3 տասնամյակ պատրաստվում էր պատերազմի հաջորդ փուլին։ Ըստ դիվանագետի, ցավալին այն է, որ պարտությունից հետո էլ մեր ժողովուրդը դասեր չի քաղել։ Մեզ թվում էր, որ աշխարհը շուռ կա, մենք մեր հարցերը լուծել ենք, ոչ մի բան չի փոխվի։ Աշխարհը փոխվում էր եւ աշխարհը փոխում էր ցելընթաց կերպով եւ ի վերջո այդ փոփոխությունները պետք է գան մեզ հասնեին։ Արդեն 5 տարի անց է 20 թվականից եւ ես ուշադրությամբ հետեւում եմ, որ մեր հանրային դիսկուրսում եւ իշխանությունը եւ ընդդիմությունը եւ բազմաթիվ հասարակական գործիչներ իրենց հայացքը նետում են դեպի անցյալը, ով է մեղավոր, ով է ճիշտը, յուրաքանչյուրը փորձում է ինքնամաքրվել, արդարանալ, ինքնագովազդել եւ բոլորս խուսափում ենք ամենակարևոր հարցից։ Ինչ պետք է անել, որպեսզի այս երկիրը ոչ միայն գոյատևի, այլ զարգանա։ Պատմական Հայաստանից դեպի անհետացող Հայաստան մեկ այլ հոդվածում դիվանագետն ուրվագծել է, թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրելու։ Բոլորն ասում են, որ նախկին աշխարհակարգը փլուզվել կամ փլուզման փուլում է, բայց գրեթե ոչ մեկը չի ասում, ինչ նոր աշխարհակարգ ենք մուտք գործելու։ 5 կանոնները արդեն չեն գործում։ Այսօր գերիշխողը դարձել է ուժը, որը եկել է փոխարինելու իրավունքը, եւ շահը, որը եկել է փոխարինելու գաղափարախոսությունը։ Ինչպիսի աշխարհում ենք հայտնվելու մոտ ապագայում, ոչ մեկ այդ հարցը չի տալի։ Մեր հանրության մեջ ընդհանուր մի հատ խոսույթ կա, ասում են ով էլ գա նույն քաղաքականություններ վարելու, որտեվ անդելանելի վիճակում ենք, այսինքն այլ ընտրանք չկա, ալտերնատիվա չկա։ Ես փորձել եմ գիտական եւ մասնագիտորեն ապացել, որ այլ ընտրանք կա եւ ժամանակն է, որպեսզի Հայաստանը անցնի խորքային ռազմավարական հաշվարկներով դիվանագիտությանը եւ ես լիահույս եմ, որ ձեր սերունդը չի կրկնի մեր սխալները։ Նոր աշխարհակարգում այլընտրանքային լուծումներ առաջարկելուց բացի Արա Այվազյանը կիսվում է ավելի քան 30 տարվա դիվանագիտական փորձով։ Ներածական խոսքից հետո երիտասարդների հետ անկաշկանդ մթնոլորտում հարց ու պատասխանն է։ Հարցերի մեծ մասը Արցախի կորստի ու դիվանագիտական սխալների մասին էին։ Խոսեցինք ապակին քաղաքականությունից, ինչ պետք է արվել, որպեսզի Արցախի հարցում չունենայինք այս լուծումը։ Ինչ որ կոնկրետ քայլեր որ չենք արել կամ արել ենք, որ մնացել է։ Այսօրվա դրությամբ այն ինչ որ տեղ ունեցավ, անշուշտ դիվանագիտության սխալը մեծ է եղել, շատ մեծ սխալ է եղել։ Բայց յուրաքանչյուր պետության համար չի կարելի բարթել մենակ մեղքը մի կառույցի վրա։ Ընդհանրապես այսպես ընդունված ասել, որ բանակը դա պետության կամ ժողովրդի մկաններն են, դիվանագիտությունը ուղեղն է։ Ցավոք սրտի ոչ մեր մկաններն էին լուրջ, ոչ էլ մեր ուղեղն էր լավ աշխատում։ Պատերազմից հետո ես ընդունեցի այդ պատասխանատվությունը եւ ստանձնեցի կարճ ժամանակով արտաքին գործերի նախարարի պաշտոնը այն համոզմունքով, որ մենք պարտություն ենք գրանցել ռազմադաշտում հաշվարկված դիվանագիտության միջոցով կարելի էր իրավիճակը կայունացնել եւ
պատրաստել հաջորդ փուլի համար, ոչ թե պատերազմի։ Արա Այվազյանը հրաժեշտ է տալիս երիտասարդներին, խոստանալով, որ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները շարունակական կլինեն։ Յուրաքանչյուր երկրում երիտասարդությունը շարժիչ ուժն է, առաջնագծում է գտնվում, իսկ մեր երիտասարդությունը իսկապես այս վերջին տարիներին շատ արդյունքներ ունեմ շփվել երիտասարդների հետ եւ իսկապես ողջավորված եմ, որ այսպիսի փայլուն երիտասարդություն ունենք եւ գիտեք, եռանդը նաեւ պետք է զուգակցվի փորձությամբ, գիտելիքով։ Հայաստան-Արցախ երիտասարդական միության անդամները լիովին կիսում են առաջարկ Հայաստանի նախաձեռնության շրջանակներում բոլոր բարձրաձայնված խնդիրների լուծման ճանապարհները, գաղափարը հենց բուն նախաձեռնության կիսում ենք եւ մենք եւս անմասն չենք մնում հենց այս նույն նախաձեռնության շրջանակներում մեր ակտիվ գործունեությունը ծավալել։ Ես ինձ համար շատ մեծ բացահայտումներ արեցի, որոնք գրեթե կողքից չեն երևում, թե ինչպիսի աշխատանքներ են տարվում, ինչպիսի ռազմավարություն է մշակվում։ Հասկացանք, թե որոնք են մեր արտաքին քաղաքականության առաջ ծառացած խնդիրները եւ մոտ ապագայում մենք բոլորս ինչ աշխատանքներ պետք է տանենք։ Մեզ երիտասարդներից անհրաժեշտ է, որպեսզի մեր գիտելիքները ավելի զարգացնենք, ավելի ամրապնդենք նման ոլորտներում։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։